Welcome, welcome, welcome. I was really against Sweden joining NATO. Ես իսկապես դեմ էի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը։ Мною принято решение. Ես որոշում եմ կայացրել հատուկ ռազմական գործողություն իրականացնելու։ It is a massive shift. Սա հսկայական փոփոխություն է։ Neutrality was for Finland pragmatic. Չեզոքությունը Ֆինլանդիայի համար պրագմատիկ էր եւ փաստորեն տվյալ պահին միակ հնարավոր ընտրությունն ու լավագույն տարբերակը։ Նեյտրալությունը ուղղակի փոքրիկ հնարավորություններ չդարձնել սեփական փոքր պետությունը գերտերությունների պատերազմի թաթերաբեր։ I would say that for Armenia it's definitely good to look at the country's national defense capability. Ամբողջական պաշտպանության մոդելի որոշ տարրեր անկասկած հետաքրքիր կլինեն նաև Հայաստանի դեպքում։ Ինչ հույսեր էր կապում Հայաստանը ՀԱՊԿ-ին անդամակցելով։ Իրական ռազմաքաղաքական դաշնակիցներին պայմանագրեր պետք չէ։ Мною принято решение. Ես որոշում եմ կայացրել հատուկ ռազմական գործողություն իրականացնելու։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 2022 թվականի այս հայտարարությունն ու դրան հետևած լայնամասշտաբ հարձակումն Ուկրաինայի վրա, որ շարունակվում է մինչ օրս, կրճատեց չեզոքությունը որպես քաղաքականություն ընտրած փոքրաթիվ եվրոպական երկրների ցանկը։ Ֆինլանդիան ու Շվեդիան, որտեղ այս որոշումը տասնամյակների պատմություն ուներ, ռուսական հարձակումից 3 ամիս անց մայիսի 18-ին դիմում ներկայացրին Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու համար։ Երկրորդ համաշխարհայինից ի վեր Եվրոպայում սկսված ամենալայնամասշտաբ պատերազմից մեկ շաբաթ անց արդեն Ֆինլանդիայում սկսել էին այս հարցը քննարկել։ Հավանաբար, ինչպես շատ ուրիշներ, սկսում եմ մտածել այդ մասին։ Նախկինում ես չէի աջակցի Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, բայց հիմա հակված եմ մտածել, որ լավ կլինի, որ մենք դա բավականին արագ քննարկենք։ Kyllä mä luulen, että nyt niin kuin... Այո, կարծում եմ մենք պետք է միանանք ՆԱՏՕ-ին։ Ես մի քանի շաբաթ առաջ էստոնացի քաղաքական գործիչների էի հանդիպել, երբ դեռ Ուկրաինայի պատերազմը չէր սկսվել, բայց սպառնալիքը արդեն շոշափելի էր եւ նրանք ասում էին, որ շատ ուրախ են, որ Էստոնիան 2004-ին ՆԱՏՕ-ին է անդամակցել եւ որ առանց դրա արդեն կլինեին ռուսական արջի թաթերում։ Niin onnellisia siitä, että Viro liittyi vuonna 2004. Security policy, the current status. Մեր ներկա կարգավիճակը դաշինքներից դուրս ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցությամբ մեզ շատ լավ է ծառայել, բայց իհարկե ֆինները մտածում են, ինչ կարող է լինել, եթե ապագայում սահմանին որևէ անկարգություն տեղի ունենա։ Եվ կարծում եմ, որ մարդկանց առավել մտահոգող հարցերից մեկը միջուկային զենքի մասին հռետորաբանությունն է։ Երբ Ռուսաստանն ասում է, որ միջուկային զենքն իր զինանոցի մաս է կազմում, իհարկե դա մտահոգություններ է առաջացնում հարևան երկրներում։ Of course that's creating concerns in the neighboring country. Փաստացի պատերազմը, որ Մոսկվան սկսեց այդ թվում ՆԱՏՕ-ի ընդլայնումը թույլ չտալու պատճառաբանությամբ ի վերջո հանգեցրեց տրամագծորեն հակառակ արդյունքին՝ դաշինքի ընդլայնմանը։ Ու չնայած Թուրքիան ու Հունգարիան սկզբնական շրջանում խոչընդոտներ էին հարուցում, Ֆինլանդիան դիմումից 1 տարի, իսկ Շվեդիան 2 տարի անց անդամակցեցին ՆԱՏՕ-ին ու հիմա արդեն սկանդինավյան բոլոր երկրներն են Հյուսիսատլանտյան դաշինքում։ We've made NATO stronger than ever. Մենք ՆԱՏՕ-ն դարձրել ենք ավելի ուժեղ, քան երբևէ։ Մենք անցյալ տարի ողջունեցինք Ֆինլանդիային դաշինքում եւ հենց այսօր առավոտյան Շվեդիան պաշտոնապես միացավ։ Բարի գալուստ։ Welcome, welcome, welcome. Today is a truly historic day. Sweden is now member of NATO. It feels very Սա մեծ քայլ է, սա նաև շատ բնական քայլ է, այնպես որ մենք այսօր բառացիորեն Շվեդիան դարձրինք ավելի անվտանգ եւ պաշտպանված։ and more secure. A couple of years ago, I was really against Sweden joining NATO. Հիշում եմ, մի քանի տարի առաջ ես իսկապես դեմ էի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, քանի որ կողմ էի մեր որդեգրած չեզոքության քաղաքականությանը, բայց հիմա կարծում եմ, որ իսկապես կարևոր էր անդամակցելը եւ պետք էր նման որոշում կայացնել։ It's for the best. Սա լավագույն ապագայի համար է, բայց մենք չգիտենք, թե ինչ է սպասվում։ Այդ պատճառով մի քիչ նաև անհանգիստ եմ։ Կարծում եմ Ռուսաստանից վտանգը հիմա ավելի քիչ կլինի։
It is a massive shift. Սա հսկայական փոփոխություն է, առնվազն կարծում եմ ինքնության մակարդակում, եւ այն մակարդակում, թե ինչպես են շվեդերն ընկալում իրենց եւ իրենց երկիրը։ Այդ հարթության մեջ սա լուրջ շրջադարձ է։ Շվեդիայում չեզոքությունը երկար տասնամյակներ հպարտության առարկա էր եւ ազգային ինքնության մի մասը շատերի համար։ Բայց ինչպես են այս երկու երկրները նախ ընտրել, ապա հրաժարվել ռազմական դաշինքներին չմիանալու սկզբունքից։ Թեև Սկանդինավյան այս երկու երկրները նույն քաղաքականությանն էին հանգել, սակայն այդ որոշման հետևում տարբեր պատմական հանգամանքներ ու գործոններ են։ Շվեդիայի դեպքում որևէ բլոկի չանդամակցելը շատ ավելի երկար, մոտ 200 տարվա պատմություն ունի, ասում է Ֆինլանդիայում անվտանգության եւ պաշտպանության հարցերով փորձագետ Minna Olander-ը։ Sweden adopted the neutrality policy for the first time in the early 19th century after the Շվեդիան առաջին անգամ չեզոքության քաղաքականությունն ընդունել է դեռ 19-րդ դարի սկզբին Նապոլեոնյան պատերազմներից հետո, որոնք նաև վերջին պատերազմներն էին, որոնց Շվեդիան մասնակցել է։ Այդ ժամանակվանից ի վեր Շվեդիան խաղաղության մեջ է, այսինքն ավելի քան 200 տարի։ Հետևաբար Շվեդիայի չեզոքության հիմքը բավականին տարբեր է Ֆինլանդիայից։ Այն նաև տարբեր փոփոխությունների միջով է անցել Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ եւ Սառը պատերազմի ընթացքում։ Սառը պատերազմի ժամանակ օրինակ Շվեդիան վարում էր մի քաղաքականություն, որ ձևակերպված էր որպես ապաբլոկայնություն խաղաղ ժամանակ եւ չեզոքություն պատերազմի դեպքում։ Non-allied status in peacetime and neutrality in wartime. Շվեդիան կարողացավ անմասն մնալ 20-րդ դարի երկու համաշխարհային պատերազմներից։ Սառը պատերազմի ժամանակ էլ ՆԱՏՕ-ին պաշտոնապես չանդամակցեց, թեև սկսեց սերտ համագործակցել ու այդ ժամանակ Օլանդերն ասում է շատերն էին կատակում, որ Շվեդիան ՆԱՏՕ-ի 17-րդ անդամն է, մինչ Միացյալ Նահանգներում Շվեդիան անվանում էին չեզոք, բայց իրենց կողմից։ It had very quite deep cooperation with Շվեդիան բավականին հետաքրքիր քաղաքականություն ուներ, որ ենթադրում էր ոչ պաշտոնական, բայց իրականում բավական խորը համագործակցություն ՆԱՏՕ-ի հետ, եւ դա իհարկե շատ գաղտնի էր, քանի որ պաշտոնապես Շվեդիան չեզոք էր եւ չպետք է համագործակցեր ՆԱՏՕ-ի հետ։ Բայց Շվեդիան օրինակ շատ սերտ հարաբերություններ ուներ Դանիայի եւ Նորվեգիայի ՆԱՏՕ-ի անդամ իր երկու հարևանների հետ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի հետ ավելի լայն իմաստով։ Այսպիսով կար իրական համագործակցության թաքնված շերտն ու Շվեդիայի չեզոքության քաղաքականության պաշտոնական շերտը Սառը պատերազմի ժամանակ։ Ի տարբերություն Շվեդիայի, որտեղ չեզոքությունն ու ապաբլոկայնությունը դեռ 19-րդ դարից եկող որոշում էր, հետագայում նաև ազգային ինքնության եւ ինքնագիտակցության մաս, Ֆինլանդիայի դեպքում ռազմական դաշինքներին չմիանալու որոշումը մոտ 8 տասնամյակի պատմություն ունի եւ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ավելի շուտ պարտադրված էր, քանի որ Ֆինլանդիան հայտնվեց վտանգավոր դիրքում։ Կողքին Խորհրդային Միությունն էր, անցյալում կորստաբեր պատերազմները Մոսկվայի հետ։ Անկախությունն ու ժողովրդավարությունը պահպանելու համար Ֆինլանդիան 1948-ին ԽՍՀՄ-ի հետ ստորագրել էր բարեկամության համաձայնագիր, պարտավորվելով չմիանալ ռազմական դաշինքների, իր տարածքից հարձակում թույլ չտալ ԽՍՀՄ-ի դեմ, նման վտանգի դեպքում էլ իրավունք տալ Մոսկվային միջամտել։ Այս որոշումը թույլ տվեց Ֆինլանդիային պահպանել անկախությունը ժողովրդավարական կարգերով ու ազատ շուկայական հարաբերություններով, ասում է Օլանդերը։ Արևմուտքում այս վիճակը հետո կոչեցին ֆինլանդիզացիա, մի մոդել, երբ երկիրը ֆորմալ անկախ է, բայց խստորեն հաշվի է առնում հզոր հարևանի շահերը։ Neutrality was for Finland pragmatic. Չեզոքությունը Ֆինլանդիայի համար պրագմատիկ էր եւ փաստորեն տվյալ պահին միակ հնարավոր ընտրությունն ու լավագույն տարբերակը, քանի որ Ֆինլանդիային տալիս էր մանևրելու ազատություն Խորհրդային Միության հետ հարաբերություններում։ Ֆինլանդիան կարող էր ընդգծել, որ ինքը ԽՍՀՄ մասը չէ, այլ չեզոք եւ անկախ երկիր է եւ այդ չեզոքության շնորհիվ Ֆինլանդիան կարող էր առևտուր անել եւ քաղաքական հարաբերություններ ունենալ արևմտյան երկրների հետ, պայմանով, որ այդ ամենը հավասարակշռության մեջ լիներ Խորհրդային Միության հետ հարաբերությունների մասով։ The Soviet Union, but a neutral, independent country. Այս ընթացքում Ֆինլանդիան, որ Խորհրդային Միությանը չգրգռելու, բայց միևնույն ժամանակ արևմտյան երկրների հետ հարաբերությունները զարգացնելու արտաքին քաղաքականություն էր վարում, պաշտպանության ոլորտում ձեռքերը ծալած չէր նստում, զարգացնելով total defense, այսինքն համընդհանուր պաշտպանություն։ Սա ենթադրում էր քաղաքացիական եւ ռազմական պաշտպանության միասնական համակարգ, պարտադիր զինծառայություն, մեծ պահեստազոր եւ ամբողջ հասարակության պատրաստվածություն հնարավոր պատերազմին, մոբիլիզացիոն պլաններից մինչեւ ստորգետնյա ապաստարաններ ու սննդի պահեստավորում։ Համանման համակարգեր իրականում որդեգրել էին բոլոր սկանդինավյան երկրներն այս կամ այն չափով, բայց դրանք ավելի զարգացած էին Ֆինլանդիայում եւ Շվեդիայում։ The idea is that
defending the country is an effort that requires the whole of government and the whole of society. Համակարգի գաղափարն այն է, որ երկրի պաշտպանությունը պահանջում է կառավարության եւ հասարակության ամբողջական ներգրավում, այսինքն անխտիր բոլոր քաղաքացիները պետք է որոշակի ներդրում ունենան իրենց երկիրը պաշտպանելու գործում բոլոր ոլորտներում։ In a way, because Finland and Sweden joined NATO so late, Եվ քանի որ Ֆինլանդիան ու Շվեդիան ՆԱՏՕ-ին ուշ միացան, ամբողջական պաշտպանության այս համակարգը, որն ավելի բնորոշ է Սառը պատերազմի ժամանակներին, այժմ կրկին արդիական է, եւ շատ այլ եվրոպական երկրներ էլ հիմա փորձում են նմանատիպ բան իրականացնել իրենց երկրներում, որտեղ Սառը պատերազմից հետո իրական ռազմական հակամարտությունը եւ պաշտպանությունը շատ հեռավոր մի բան էին թվում, ասենք մերձավոր արևելքի խնդիր։ you had wars maybe in the Middle East. Բայց սեփական երկիրը պաշտպանելու անհրաժեշտության գիտակցումը այժմ վերադառնում է Եվրոպա եւ համընդհանուր պաշտպանության հայեցակարգը շատ կարեւոր է դառնում նույնիսկ ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Եվ սա մի փորձ է, որ ՆԱՏՕ-ի երկու նոր անդամները իրենց անդամակցությամբ բերել են դաշինք, որը հիմա նաեւ այլ երկրներ են սկսում կիրառել։ And that is now being implemented also by other countries. Ապա բլոկային քաղաքականությունից հրաժարվելու մասին խոսակցություններն այս երկու երկրներում եղել են ավելի վաղ, Սառը պատերազմից հետո, բայց դրանք ակտիվացան հատկապես 2014-ից, երբ Ռուսաստանը գրավեց Ղրիմը։ Սա Ֆինլանդիայի եւ Շվեդիայի համար լուրջ ազդանշան էր։ Իսկ Ուկրաինայի վրա լայնածավալ հարձակումից հետո արդեն այդ երկրներում ծանրացավ անդամակցության օգտին փաստարկների նժարը։ Երկու երկրներն էլ որոշեցին համընդհանուր պաշտպանության իրենց համակարգից բացի անվտանգություն ապահովագրել նաև Հյուսիսատլանտյան դաշինքի 5-րդ հոդվածով, երբ հարձակումը անդամներից մեկի վրա դիտարկվում է հարձակում ողջ դաշինքի վրա ու ենթադրում կոլեկտիվ պատասխան։ In 2022, the moment was obviously very urgent from the point of view of these two countries because it became clear that 2022-ին արդեն անդամակցության հարցը այս երկու երկրների տեսակետից ակնհայտորեն հրատապ էր, քանի որ պարզ դարձավ, որ նույնիսկ ամենամերձավոր գործընկերությունը ՆԱՏՕ-ի լիարժեք անդամության հետ համեմատ նույնը չէ անվտանգության երաշխիքների առումով, որ տրամադրում է 5-րդ հոդվածը։ that it does not respect this kind of policies of its neighbors. Սա էր անդամակցության գլխավոր պատճառը, քանի որ Ռուսաստանը Ուկրաինա ներխուժմամբ հստակ ցույց տվեց, որ չի հարգում իր հարևանների չեզոքության քաղաքականությունը։ Օրինակ Ֆինլանդիան երկրորդ համաշխարհայինից հետո ինքնակամ ՆԱՏՕ-ից դուրս մնաց նաև այն պատճառով, որ ուզում էր Ռուսաստանի հետ հնարավորինս լավ հարևանային հարաբերություններ պահպանել, բայց պարզ դարձավ, որ Ռուսաստանը չի գնահատում այսպիսի ժեստերը եւ այսպիսի ինքնակամ սահմանափակումը միևնույն է անվտանգություն չի ապահովում։ And that is not a way, sort of self-restraint is in this regard is not a way to guarantee the country's security. Ոստի Ռուսաստանի նման լայնածավալ ներխուժումը Ուկրաինա հստակ նշան դարձավ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի համար, որ նրանք արդեն պետք է ընդունեն այս որոշումը, որը երկար ժամանակ քննարկվում էր երկու երկրներում։ Discussed a lot for a long time in both countries. Հայաստանը ի տարբերություն Սկանդինավյան այս երկու երկրների անկախությունից ի վեր հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է։ Հենց անվտանգության նկատառումներն էր ակնարկում նաև Սերժ Սարգսյանը, երբ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարում էր, որ Հայաստանը որոշել է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր կնքելու փոխարեն անդամակցել ԵԱՏՄ-ի վերածված մաքսային միությանը։ Մի հավատացեք բոլոր այն մարդկանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ մաքսային միության անդամ։ Չկա այդպիսի բան։ Բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ այս անդամակցությունը Հայաստանին անվտանգության հարցում ոչ մի նշանակալի առավելություն չտվեց, ոչ 2016-ի քառորյա, ոչ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, ոչ էլ հետո Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժումների եւ 2023-ին Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման ու Ղարաբաղը հայաթափելու ընթացքում։ Հայաստանը հիմա թեև ԵԱՏՄ տնտեսական հավաքներին մասնակցում է, սակայն հապկի ձևաչափում սառեցրել է իր մասնակցությունը։ Երբ անվտանգային դաշնակիցներն անգամ հայտարարության տեքստով չդատապարտեցին Ադրբեջանի հարձակումն ու Հայաստանի տարածքների օկուպացիան։ Ինչ հույսեր էր կապում Հայաստանը հապկին անդամակցելով։ Հայաստանը հապկի միջոցով ստանում էր բավականին արտոնյալ զենք զինամթերք, որպեսզի արդիականացներ իր զինված ուժերը, մյուս կողմից Ռուսաստանի հետ երկկողմ դաշնակցային հարաբերություններով իր ընկալմամբ զսպում էր Թուրքիայի ներթափանցումը տարածաշրջան եւ մյուս կողմից ամրապնդում էր իր ռազմական ճանապարհով ձեռք բերվածը, հա, ի վերջո Ադրբեջանի
հարցակումների պատասխանը եղավ այն, որ Հայաստանը կարողացավ ազատագրել Արցախը եւ ըստ էության այստեղ ինչ որ առումով տրամաբանական առումով խաղում էր Իսրայելի վրա արաբական հարձակումների տրամաբանությունը։ Հայաստանը կասեցրեց Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները եւ ձևավորելով դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ երկկողմ եւ բազմակողմ հապկի եւ ուղիղ հարաբերությունների միջեւ փորձում էր այդ անվտանգային համակարգը տարածաշրջանում իր համար պահպանել։ Բայց գիտությունը ցույց է տալիս, որ հաճախ ասիմետրիկ դաշինքները, նույնիսկ կա թիվ 46% լիձի եւ այլ գիտնականների հետազոտությունների 90-ականներին, իրենք մեծ պետությունների կողմից, մեծ տերությունների կողմից իրենց պարտականությունները, հավաստիացումները անվտանգության հաճախ չեն պահպանում փոքրերի նկատմամբ։ 2020 թվականին ըստ էության ունեցանք այն, ինչ դասական գրականությունը նաև հիմա ակտիվորեն դա քննարկվում է, այդ թվում նաև ես մի հոդված շուտով լույս տեսնելու իմ հեղինակությամբ, ինչպես մեծ տերությունը դավաճանում է իր փոքր դաշնակցին։ Ձեր կարծիքով ո՞րն էր այն կետը, որ Հայաստանը պիտի հասկանար, որ սա չի գործում ու նոր բան է պետք մտածել։ Թե մինչև առաջին փորձությունը չլիներ, դա չէր հասկացվելու։ Ինչպես կասեին լավագույն ալյանսների լավագույն մասնագետներ Մորովը եւ Շնայդերը, իրական ռազմաքաղաքական դաշնակիցներին պայմանագրեր պետք չեն։ Իրենք միասին դաշնակցում են առանց ֆորմալ պարտավորվածությունների ձևակերպման։ Հիմա խնդիրը կայանում է նրանում, որ եթե մենք համեմատենք Հայաստանի հետ պայմանագրերի եւ ընդհանրապես ռազմավարական փաստաթղթերի էությունը եւ Ռուսաստանի, Ադրբեջանի հետ կնքած փաստաթղթերի էությունը, մենք կտեսնենք բավականին հետաքրքիր պատեռնային տարբերություն։ Մենք կտեսնենք, որ ի տարբերություն Հայաստանի հետ կնքված փաստաթղթերի, որոնք սկզբնական շրջանում այո խորքային էին եւ այլն, իդեպ Ադրբեջանի հետ 97-98 թվականի պայմանագիրը երկկողմ Ռուսաստանի նույնպես բավականին խորքային է եւ արդեն իսկ այնտեղ կա խնդրահարույց կետ։ Բայց դա անցնենք։ Մենք կտեսնենք տարբերությունը հիմնական, որ Ադրբեջանի հետ Ռուսաստանին կնքած ռազմավարական փաստաթղթերում առկա է աշխարհաքաղաքական ընդհանուր տեսլական, այսինքն անգլերեն ասած like-mindedness։ Երկու պետությունն էլ ավտոկրատ են, երկու պետությունն էլ խնդիր ունեն ամրապնդելու իրենց ռեժիմները, երկու պետությունն էլ գնալով ավելի ձգտում էին համագործակցել եւ մեկ ընդհանուր ճակատի մեջ հանդես գալ զսպելու արևմուտքի նորմատիվային ներթափանցումները, ինչպես իրենք էին ձևակերպում լիբերալ դեմոկրատիայի ճանապարհի պարտադրանքը, գունավոր հեղափոխությունները եւ այլն, այսինքն դա բերում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական եւ ռազմաքաղաքական ընդհանրության։ Այսինքն շահերի լուրջ համադրվածություն է այստեղ տեղի ունենում։ Եվ այս ոչ արևմտյան կամ հակաարևմտյան կոնսոլիդացիայի պայմաններում, որը Ռուսաստանը ակտիվորեն առաջ է քաշում առնվազն 2008 թվականից, 2007, 2008 կամ 2014-ից առավել եւս ակտիվորեն։ Արդեն իսկ ակնհայտ էր դարձնում, որ Ադրբեջանի ու Հայաստանի ընտրության մեջ Ռուսաստանը ելնելով իր տարածաշրջանային թիկունքն ապահովելու այսպես կոչված մտադրություններից եւ գլոբալ համակարգում Ադրբեջան, հետո նաև ինչ-որ առումով Թուրքիա, որպես գործընկերներ արևմուտքի հետ իր հակամարտության մեջ ձեռք բերելու առումով ընտրությունը կկատարի Ադրբեջանի դեպի հօգուտ Ադրբեջան։ Եվ պատահական չի, որ օրինակ լինելով Հայաստանի Հանրապետության ռազմավարական եւ ռազմաքաղաքական դաշնակիցը, Ռուսաստանը ակտիվորեն սկսեց զինել Ադրբեջանը 2009-10-11 թվականներից սկսած։ Սակայն ըստ Աբրահամյանի հայկական քաղաքական միտքն ապրում էր հին իրողություններով, անընդունակ հասկանալու ու արձագանքելու այն փոփոխություններին, որ տեղի ունեցան տարիների ընթացքում, թե ինչպես փոխվեցին տարածաշրջանը, Ռուսաստանն ու աշխարհն ընդհանրապես։ Մեր մոտ կա մեր քաղաքական էլիտայի քաղաքական ընկալումները պրոբլեմ ունեն ինչ առումով։ Իրենք ստատիկ են նայում աշխարհին։ Այնինչ աշխարհը շատ դինամիկ է, գերդինամիկ է։ Եթե Ռուսաստանը ավելի թույլ դիրքեր ունենալով 90-ականներին դեմ չէր Հայաստանը դիտարկել որպես տարածաշրջանում ռազմաքաղաքական դաշնակից, որ իրեն հնարավորություն էր տալիս որոշակիորեն ներկա գտնվել, ոտք ունենալ, տարածաշրջանում, հատկապես Չեչնիայում իրադարձությունների ֆոնին եւ այլն, ապա Ռուսաստանը ինչքան գնաց ամրապնդման, ինչքան գնաց արևմուտքին զսպելու
արևմուտքի կողմից առաջ քաշված կամ աջակցված համենայն գոնե եվրոատլանտյան, եվրոպական ինտեգրացիայի օրակարգը սահմանափակելու եւ կասեցնելու ճանապարհով նա ավելի շատ ընտրեց Ադրբեջանին, որը շատ բնական է։ Որտեղ Ադրբեջանը ցիվիլիզացիոն այդ հարցում ցիվիլիզացիոն դաշնակից է։ Ադրբեջանը նույնպես ճնշում էր իր ընդդիմությանը, Ադրբեջանը նույնպես ամրապնդում էր, կոնսոլիդացնում էր իր ավտոկրատիան, ինչպես եւ անում էր Պուտինը եւ հիմա։ Աբրահամյանն ասում է, նեյտրալիտետը կամ ոչ բլոկայնությունը համարվում է բաղձալի հանգրվան հատկապես փոքր պետությունների համար, բայց ոչ բոլորին է հաջողվում հասնել դրան։ Նեյտրալությունը համարվում էր մի պատյան հնարավորություն փոքրերի համար գոյատևելու հակամարտային կոնֆլիկտներով լի եւ հատկապես մեծ տերությունների միջև բախումներով լի աշխարհում։ Այլ կերպ ասած, պարզ ասած, նեյտրալությունը ուղղակի փոքրիկ հնարավորություններ չդարձնել սեփական փոքր պետությունը գերտերությունների պատերազմի թաթերաբեմ ֆիզիկապես։ Սկանդինավյան երկու երկրների ապաբլոկայնությունը կամ չեզոքությունը նախ եւ առաջ հիմնված էր ներքին դիմադրողականության կարողությունների եւ դրանք անընդմեջ աճեցնելու վրա։ Հայաստանի դեպքում չկա անգամ նման խնդրի ձևակերպում։ Նեյտրալիտետը կամ ոչ դաշնակցայնությունը, օրինակ նույն Շվեյցարիայի ու Շվեդիայի պարագայում սուվերենության ինքնուրույն որոշումներ կայացնելու քաղաքական ռազմավարական ավտոնոմիայի մեծ հնարավորություններ իրենց տվել։ Բայց ինչի, որովհետեւ իրենք հետևողականորեն արել են այնպես, որ իրանց կախվածությունները թուլանա, հետևողականորեն արել են այնպես, որ իրանց ուժի կուտակումը դառնա սիստեմատիկ, դառել են ել ավելի ուժեղ ռազմական առումով, տնտեսական առումով, տեխնոլոգիական առումով։ Իրենք արտադրում են բավականին լուրջ ռազմարտությունաբերական համալիր ունեն։ Իրենց տարածքային պաշտպանության համակարգը, ամբողջ անվտանգային ռազմական համակարգը ինքը դասական, այսպես ասած, դասագրքային մոդելներից մեկն է։ Եվ իրենք կարողացել են հասնել նրան, որ իրենց նեյտրալությունը կամ ոչ բլոկայնությունը մեծացրել է իրենց սուվերենության եւ ավտոնոմիայի կարողությունները, հօգուտ իրենց ստրատեգիական ինքնաբավության ամրապնդման։ Հայաստանի պարագայում դա բավականին պրոբլեմատիկ է։ Հայաստանի պարագայում դե նախ Հայաստանը դուրս չի եկել հապկից։ Հիմա սառեցրել է, կիսասառեցրել է, դա էական չի։ Դու համակարգային shift, համակարգային փոփոխություն չես արել։ Երկրորդ, Հայաստանը ես չեմ տեսնում, որ գնում է ներքին ռազմավարական ինքնաբավության ճանապարհով։ Այսինքն չկան լուրջ ստրատեգիական համակարգային փոփոխություններ անվտանգային համակարգում։ Որպես պետություն դու պետք է անես մաքսիմում, որ քո վրա հարձակումը շատ ավելի ծախսատար ու պրոբլեմատիկ լինի, քան քեզ հետ դիվանագիտական կամ քաղաքական ճանապարհով հարցեր լուծել։ Հիմա Հայաստանի դեպքում մենք տեսնում ենք, որ նույն Ադրբեջանի կողմից պատերազմ կամ ուժի լեզվով խոսելը Հայաստանի հետ, հա, intimidation-ի անգլերեն ասած, հա, ուժով հարցեր լուծելու, զենքի կիրառման, ուժի կիրառման սպառնալիքով խոսելու, ուժ կիրառելու քաղաքականությունը շատ ավելի արդյունավետ է իրենց տեսանկյունից, քան եթե փորձեն ինչ-որ առումով Հայաստանին սիրաշահել։ Արդյոք Հայաստանը պետք է հայտարարի ոչ բլոկային պետություն լինելու մասին, թե ժամանակակից աշխարհում ավելի ու ավելի է բարդանում ճամբար չընտրելը։ Նեյտրալության մասին խոսք գնալ չի կարող, ես չեմ կարծում Հայաստանը կարող է նեյտրալ լինել։ Ոչ դաշնակցային կարող է ձգտել լինել, բայց այն պետք է մոտավորապես ձևակերպվի այսպիսի մի համակարգի մեջ։ Հիբրիդային ոչ դաշնակցայնություն, ստրատեգիական վեստերնիզացիա, հստակ ռազմաքաղաքական ֆունկցիաների եւ դերի վերցնում, որպեսզի կարողանան ռազմավարական զսպում իրականացնել տարածաշրջանում կոնսոլիդացվող հակաարևմտյան կամ ոչ արևմտյան, այսպես ասած, ուժերի ձևավորմանը եւ արևմուտքի կամ արևմտյան հիմնական խաղացողների հետ դաշնակցային տրամաբանության ձևավորում։ Այստեղ ակնհայտ է մեկ բան, որ ոչ դաշնակցայնությունը ձեռնտու չի լինելու տարածաշրջանում մի շարք պետությունների։ Եթե Հայաստանը չի ձևավորում աշխարհաքաղաքական տեսլական իր մասին, իր դերի մասին, իր ֆունկցիաների մասին, հատկապես ներկայիս բարդ հակամարտային աշխարհում,
որտեղ սահմանները փոփոխական են, որտեղ միջազգային իրավունքը կիրառվում է պայմանական եւ քմահաճույքի հիման վրա, եթե ընդհանրապես ուզում է գոյատևել որպես աշխարհաքաղաքական խաղացող եւ չդառնալ Ադրբեջանի աշխարհաքաղաքական շարունակություն, ապա պետք է լուրջ ինտելեկտուալ, մասնագիտական եւ կամային հատկություններ կոնսոլիդացնել այս ուղղությամբ։ Այսինքն ինչ դիրքավորում ենք մենք ունենալու։ Իհարկե, որովհետեւ տեսեք, եթե դու չունես քո ռազմավարությունը, թե ինչ դիրքավորում դու պետք է ունենաս, ուրիշները կունենան քո դիրքավորման մասին իրենց պատկերացումները։ Եվ իրենք ամեն ինչ կանեն, որ դու այդպես էլ դիրքավորվես։ Որտեղ իրենք ամբիցիոզ են, իսկ դու ոչ։ Հիմա Հայաստանը չունի։ Հիմա Հայաստանը ըստ էության ամրապնդում է այն ռեգիոնալ ընկալումները, սպասարկում է այն ռեգիոնալ ընկալումները, որոնք միավորում են Ռուսաստանին, Ադրբեջանին եւ Թուրքիային։ Իսկ ինչը կարող է Հայաստանը վերցնել սկանդինավյան փորձից։ Արդյոք սառը պատերազմից հետո այսպես կոչված ֆինլանդայնացումը, երբ երկիրը իր արտաքին քաղաքական շատ որոշումներ ընդունելիս հաշվի էր առնում հզոր հարևանի Ռուսաստանի շահերը, կարող է օրինակ դառնալ հետսովետական երկրների համար։ Մինա Օլանդերը կարծում է, որ ոչ։ Վրաստանում ասում է ակնհայտ են այդպիսի քաղաքականության դրսևորումներն ու հետևանքները։ This is quite a risky strategy and would not work in any other context. Կարծում եմ սա բավականին ռիսկային ռազմավարություն է եւ չէր աշխատի որևէ այլ համատեքստում, հիմնականում երկու պատճառով, որովհետեւ առաջինը Ֆինլանդիան այդ ժամանակ արդեն կարողացել էր ամրապնդել իր ժողովրդավարությունը եւ կարողանում էր դիմակայել ռուսական ազդեցությանը։ Բացի այդ, Ֆինլանդիայում ռուսական ազդեցությունը համեմատաբար ցածր մակարդակի վրա էր, եթե համեմատենք Ուկրաինայի կամ Հարավային Կովկասի երկրների հետ։ Այսպիսի ռազմավարությունը շատ ավելի մեծ ռիսկ է պարունակում, եթե երկրում արդեն իսկ արկա է շատ ուժեղ ռուսական ազդեցություն եւ պահանջում է շատ ամուր ժողովրդավարական ինստիտուտներ եւ ավանդույթներ դրան դիմակայելու համար։ Բացի այդ, կարծում եմ, որ Ֆինլանդիան նաեւ մեծապես շահել է Շվեդիայի եւ մյուս սկանդինավյան երկրների հետ շատ սերտ հարաբերություններից։ Ֆինլանդիան մենակ չէր, ուներ բարեկամ երկրների խումբ, ինչը նաեւ օգնում էր հավասարակշռել Խորհրդային Միության կողմից եկող սպառնալիքը, եւ սա ցավոք ոչ Ուկրաինայի, ոչ էլ օրինակ Հայաստանի դեպքում չկա։ And this is unfortunately not necessarily something that is available to either Ukraine or for example Armenia. Սակայն անվտանգության փորձագետը կարծում է, որ Հայաստանի համար կարող է շատ օգտակար լինել սկանդինավյան այս երկրների փորձը ազգային պաշտպանական կարողությունների զարգացման ու նաև համընդհանուր պաշտպանության մոդելի որոշ տարրերի կիրառման տեսանկյունից։ But I would say that for Armenia it's definitely good to sort of look at the country's national defense capability and make sure that Ամբողջական պաշտպանության մոդելի որոշ տարրեր անկասկած հետաքրքիր կլինեն նաև Հայաստանի դեպքում, ինչպիսիք են հասարակության դիմադրողականության բարձրացումը, քանի որ այն շատ բան է ներառում։ Այն ունի կրթական բաղադրիչ եւ ընդհանուր առմամբ ճգնաժամերին պատրաստվածության մասին է։ Այսպիսով պարտադիր չէ, որ համընդհանուր պաշտպանության ռազմավարություն որդեգրելը նշանակի, որ դուք պատրաստվում եք պատերազմի։ Դա նշանակում է, որ դուք դառնում եք ավելի դիմացկուն բոլոր տեսակի ճգնաժամերին դիմակայելու համար, լինի դա կլիմայական, բնապահպանական, առողջապահական կամ այլ ճգնաժամ։ Այսպիսով հասարակության դիմադրողականության այս տեսակի հայեցակարգը բավականին հետաքրքիր կլինի նաև Հայաստանի համար։ And of course I for one hope that Armenia will find support in Europe. They need the power of cooperation to survive, especially in this new era of great power rivals. Տասնամյակներ շարունակ չեզոքությունը հնարավոր էր ոչ թե Ռուսաստանի բարի կամքի, այլ սկանդինավյան երկրների կառուցած պաշտպանական համակարգերի ու դիմադրողականության շնորհիվ։ Անվտանգությունը սկսվում է ուժեղ, կայացած, արդյունավետ աշխատող ու վստահելի ինստիտուտներից։ Հայաստանը շատ բան կարող է կրկնօրինակել սկանդինավյան երկրների համընդհանուր պաշտպանության համակարգից, ոչ թե պատերազմի, այլ ցանկացած ճգնաժամի պատրաստ լինելու համար։ Մեր դաշնակիցը փրկություն չէ, ռիսկ է։ Հատկապես 21-րդ դարում, երբ տասնամյակներով գործող միջազգային կանոնները փլուզվում են, անհրաժեշտ են նոր մոտեցումներ ու անվտանգության նոր ճարտարապետություն։